Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը եվրոպացիների քննարկումների սեղանին կլինի քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովին, որը հյուրընկալելու է մեր մայրաքաղաքը։ Լրատվամիջոցներով մեկ տեղեկությունը տարածվեց, այս հավաքը կազմակերպելու համար Եվրոպայից խորհրդատվական փաստաթուղթ ուղեցույց են Երևան հասցրել, մանրամասն նկարագրելով, թե իրենց ինչ է անհրաժեշտ, եւ ըստ մամուլում հայտնված փաստաթղթի, այստեղ եվրոպացիները խոսում են նաև Հայաստանի երկաթգծերի մասին, նշելով, որ մեջբերում միջին միջանցքի զարգացման եւ կայունության համար էական է, որ Հայաստանը լիարժեքորեն ինտեգրվի տարածաշրջանային երկաթուղային եւ ավտոմոբիլային ցանցին, միաժամանակ կառավարելով ռուսական ազդեցության աստիճանը։ Հայաստանի արտգործնախարարությունից առայժմ չեն անդրադարձել, չեն մեկնաբանել այս հարցը, իսկ փորձագիտական համայնքում տեսակետները տարբեր են։ Մասնագետների մի խմբում վստահ են, եթե մամուլ արտահոսած փաստաթղթի ձևակերպումներն իսկապես արտացոլում են եվրոպական մոտեցումները, ապա սա հերթական վկայություններից է, թե Երևանի բալանսավորած արտաքին քաղաքականությունը, ինչպես բանաձևում են իշխանությունները, հայտնվել է արևմտյան կառավարման ներքո, իսկ հակառակ թևում նախ հակված են եւ քիչ հավանական համարել եվրոպացիների կողմից հարցի քննարկումը եւ ժամանակ չբացառել այն։ Ես համոզված եմ, որ Եվրոպան առանձնապես հետաքրքրություն չունի ոչ հայկական երկաթուղու, ոչ էլ նրա կոնցենսիոն կառավարման նկատմամբ, իր հետաքրքրությունը ավելի շուտ Եվրոմիության դա Հայաստանում ինչ հակառուսական տրամադրություններ ստեղծել են։ Ռուսների իրենց պատկերացում դիրքերի թուլացում, բայց ինչքանով է դա տեղավորվում այդ երկաթուղու կոնցենսիոն կառավարման հարցի մեջ ես դժվարում եմ պատասխանել, որտեղ ռեալ ալտերնատիվ ռուսական կառավարման այս բան չկա։ Իսկ Հայաստանի կառավարության օրակարգում թևածող գաղափար է, ինչպես վարչապետներ ձևակերպել Հարավկովկասյան երկաթուղու կառավարումն օրինակ ղազախական ընկերությանը փոխանցելու հարցը։ Հետաքրքրություն կա նաև Քաթարից ու Քուվեյթից։ Երկաթգծի ռուսական կառավարումից հրաժարվելու այս խոսակցությունը թեժացել է տարեսկզբից, թեպետ երասխախուրիկ երկաթուղին վերականգնելու Երևանի առաջարկը դրական արձագանքի արժանացավ Մոսկվայից, Հայաստանն այնուամենայնիվ սկսեց Ռուսաստանի հետ քննարկել երկաթուղու կառավարումը որևէ այլ պետության փոխանցելու հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ չբացահայտվող ուժեր ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի Թրամփի երթուղով անցնելու է նաև երկաթգիծը։ Հակառուսական տրամադրություններ ունեցող երկրները չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարման ներքո գտնվող ենթակառուցվածքներով։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Չնայած ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսել այս հարցի վերաբերյալ, Մոսկվայում սակայն անդրադառնալով թեմային արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նույնիսկ տարօրինակ էր որակել երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի խոսքով Հայաստանի երկաթգծի համակարգը մեկ գիշերում կփլուզվի, եթե Ռուսաստանից զատ որևէ այլ պետության հանձնվի դրա կառավարումը։ Տնտեսական կախվածությունը օրինակ վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Երկաթուղիները պարզապես ռելսեր կամ շարժակազմ չեն, դրանք ազդեցության գծեր են քաղաքական, տնտեսական եւ երբեմն նույնիսկ անվտանգային։ Այդ պատճառով էլ ըստ մասնագետների Հայաստանի երկաթուղու կառավարման շուրջ քննարկումները դուրս են գալիս սովորական տնտեսական գործարքի շրջանակից եւ դառնում ավելի լայն տարածաշրջանային հաշվարկների մաս։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։